Այս օրերին ակտիվ քննարկվում է ֆրանսիական France 24 հեռուստաալիքին տված Ադրբեջանի նախագահի հարցազրույցը, որտեղ Իլհամ Ալիևը խոսում է Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաների դատավճիռների մասին։ Նա ոչ միայն մերժում է հնարավոր ներում շնորհելու գաղափարը, այլև նրանց համեմատում է նացիստների հետ, ասելով, թե նրանց հանցագործություններն ավելի վատն էին, քան Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների կատարածը։ Սա պարզապես հայտարարություն չէ, սա քաղաքական ուղերձ է ուղղված թե արտաքին աշխարհին, թե Հայաստանին։ Ալիևը հաստատում է, որ տարածաշրջանային այցի ընթացքում ԱՄՆ փոխնախագահը բարձրացրել է ներում շնորհելու հարցը։ Փոխնախագահի հետ մի քանի ժամ տևած զրույցի ընթացքում այլ հարցերի շարքում նա նույնպես բարձրացրել է այս հարցը, եւ ես արտահայտել եմ Ադրբեջանի դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ եւ վերջ։ Ձեր հիշատակած մարդիկ անօրինական անջատողական ռեժիմի առաջնորդներն են, որոնք անօրինական կերպով գործել են մեր տարածքում, ինքնիշխան ադրբեջանական պետության տարածքում, որը ճանաչվել է որպես այդպիսին ամբողջ միջազգային հանրության, այդ թվում Հայաստանի կողմից։ Տարիներ շարունակ այս մարդիկ եղել են ադրբեջանցիների եւ Ադրբեջանի դեմ բոլոր ռազմական հանցագործությունների կազմակերպիչները, եւ նրանք ենթարկվել են արդարադատության։ Նրանք ձերբակալվել են Ղարաբաղում մեր ռազմական գործողության արդյունքում եւ ենթարկվել արդարադատության։ Նրանց տրամադրվել են փաստաբաններ։ Դատավարությունը բացարձակապես թափանցիկ էր։ Նրանց հանցագործությունները ապացուցվել են վկաների ցուցմունքներով, բազմաթիվ ցուցմունքներով եւ չկա որևէ կասկած նրանց հանցավորության վերաբերյալ։ Թղթակցի պատասխան հարցին, թե այնուհանդերձ կարելի է ինչ-որ բան անել այս հարցում, շրջել էջը եւ ներում շնորհել նրանց որպես ժեստ անել, Ալիևը անկոթում է մնացել։ Գիտեք, այս մարդիկ լուրջ հանցագործություններ են կատարել մարդկության դեմ։ Պատկերացրեք, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, Նյուրնբերգյան դատավարությունից հետո եւ բոլոր այն նացիստ առաջնորդներից, որոնք դատապարտվել են մահվան, 2 ամսից ոմանք կգան եւ կասեն, խնդրում եմ ազատ արձակեք նրանց։ Նրանց հանցագործությունները նույնիսկ ավելի վատն էին, քան նացիստների կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ արվածը։ Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը խոսել է այն մասին, թե ինչ պատասխան կստանար Բաքվի բռնապետը, եթե Հայաստանում լիներ պետական շահը սպասարկող, այլ ոչ թե Ալիևին գործընկեր իշխանություն։ Կասար, եթե այդքան ապացույցներ ունես, ինչու ես խաղաղության պայմանագրում դրույթ մտցրել միջազգային հայցերի հետ քաշման մասին։ Դե գնա ապացուցի միջազգային դատարանում։ Դե իհարկե չեմ խոսում նրա մասին, որ մեզ նացիստ է անվանում մի ղեկավար, ով արդեն 2 տասնամյակ զբաղված է քննադատային սպանող Ռամիլ Սաֆարովի արդարացմամբ։ Մարդ, ում քաղաքականության հետևանքով Ադրբեջանի զինծառայողներն իրագործել են սարսափելի ռազմական հանցագործություններ, անգամ տեսանկարահանել դրանք, որոնց թվում էր նաև հայկին զինծառայողի անդամահատման դեպքը 2022 թվականին Հայաստանի Հանրապետության դեմ հարձակման ժամանակ։ Ինչպես չպետք է Ալիևն աջակցի Նիկոլ Փաշինյանին, եթե վերջինս օգնել է իրեն մաքրվել ագրեսիվ պատերազմից, ռազմական հանցանքներից, պետական մակարդակով ատելության քարոզից, բլոկադայից, էթնիկ զտումից, բռնի տեղահանումից։ Ավելին, հստակ զաղթողական ծրագրերով է արդեն հանդես գալիս խաղաղություն իմիտացնելով։ Ադրբեջանագետի խոսքով միակ դրական արձանագրումն այն է, որ ԱՄՆ փոխնախագահ Վենսը բարձրացրել է գերիների հարցը Բաքվում։ Այս կարծիքի հետ համամիտ է նաև ապրելու երկիր կուսակցության նախագահ Մանեթ Անտիլյանը։ Երբ Ադրբեջանի նախագահը Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներին համեմատում է ֆաշիստների ու նացիստ հանցագործների հետ, դա պարզապես ռետորաբանություն չէ, այլ մարդկային արժանապատվության դեմ ուղղված բացահայտ ատելության խոսք, որը նպատակ ունի արդարացնել բռնությունը, խոշտանգումներն, ապօրինի բանտարկությունները եւ մի ամբողջ ժողովրդի դեմ կատարված հանցագործությունները։ Հայ գերիները նացիստ չեն, նրանք իրենց հայրենիքում ապրող եւ արարող մարդիկ էին, զինվորներ, քաղաքացիական անձիկ, պաշտոնյաներ, ովքեր ծնվել, ապրել ու աշխատել են Արցախում, իրենց տներում, իրենց հողում։ Նրանք չեն ներխուժել ուրիշ երկիր, չեն եկել օկուպացնելու, չեն գնացել ոչնչացնելու այլ ժողովուրդների։ Նրանք պաշտպանել են իրենց ընտանիքները, իրենց համայնքները, իրենց գոյության իրավունքը։ Այս պարագայում նացիստ բառն օգտագործվում է մեկ նպատակի համար՝ արդարացնել արցախցիների բռնագաղթն իրենց հայրենիքից, օրինականացնել էթնիկ զտումը, լրացնել միջազգային հանրության խղճի վերջին մնացորդները, վստահեցնում է Թանդիլյանը։ Երբ Ալիևը հայերին համեմատում է ֆաշիստների հետ, նա հաստատի փորձում է պատմական հանցագործության լեզվով ծածկել իր իսկ ռեժիմի իրականացրած հանցագործությունները, շրջափակում, սովամոլության հասցնող քաղաքականություն, ռազմական հանցագործություններ, խաղաղ բնակչության ահաբեկում, բռնի տեղահանում, էթնիկ զտում, բայց ամենացավալին սա չէ ըստ քաղաքական գործչի։ Ամենացավալին այն է, երբ հայ գերիներին անվանում են նացի,
նացիստ, իսկ պաշտոնական Երևանը շարունակում է խոսել խաղաղության օրակարգից, երբ Բաքուն համեմատում է հայերին մարգության դեմ հանցագործների հետ, իսկ Հայաստանը համաձայնում է միջազգային հայցերից հրաժարվելու գաղափարին։ Սա դիվանագիտություն չէ, սա ինքնազրկում է։ Խաղաղություն չի լինում այն ժամանակ, երբ քո գերիներին ներկայացնում են որպես նացիստներ, իսկ դու շարունակում ես խաղալ համագործակցային գործընկեր։ Խաղաղություն չի լինում, երբ քո ժողովրդին իրավազրկում են, իսկ դու լռում ես հանուն հարաբերությունների բարելավման։ Խաղաղություն չի լինում, երբ զոհին ստիպում են արդարացնել դահիճին։ Այս ցինիկ հայտարարությանն ի պատասխան լռությունը համակրանք է հանցագործության նկատմամբ։ Վելսի հետ հանդիպումից հետո Բաքվում ապօրինի դատապարտված հայ ռազմագերիների վերաբերյալ Ադրբեջանի նախագահի հայտարարությունները ել ավելի շատ հարցեր են առաջացրել, ասում է պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Մասնապես Ադրբեջանի նախագահի այն հայտարարությունը, թե այդ թեմայով անդրադարձ եղել է եւ Ադրբեջանը ներկայացրել է իր դիրքորոշումը եւ վերջ, սա մեծ առումով երկու բանի մասին կարող է խոսալ։ Կամ այս թեման չի եղել լուրջ քննարկումների առարկա եւ ԱՄՆ փոխնախագահ ուղակի զուտ ֆորմալ առումով թեման բարձրաձայնել է հաշվի առնելով Հայաստանում արկա տրամադրությունները, կա որոշակի պայմանավորություն կամ եղել է որոշակի պայմանավորություն տարբեր պաշտոնյաների միջև, որպեսզի այս թեման խնամքով շրջանցվի, որովհետև Ալիևի հայտարարությունները որոշակի առումով զարմանալ էին այն տեսանկյունից, որ Ադրբեջանի ղեկավարը ըստ էության ցույց տվեց, որ այդ թեման ըստ էության առաջնային քննարկման առարկա չի եղել, որովհետև հենց այնպես շրջանցել կամ փակել թեման ԱՄՆ բարձրության պաշտոնյայի հետ հարաբերությունների ֆոնեն, որպես այդպեսին չի կարող լինել։ Դեռ չեմ խոսում այն մասին, որ սա եւս մեկ արձանագրումն էր նաեւ այն բանին, որ Հայաստանի իշխանությունների համար սա առաջնային օրակարգային հարց չի եղել, թեև կարող է որևէ ձևով արծարծված լինել։ Ընդհանուր Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացում սա որևէ իրենից հրատապություն ներկայացնող թեմա չի եղել եւ մեծ առումով դրա վրա կենտրոնացում չի եղել եւ ըստ այդմ սա գալիս է լրացնելու բոլոր այն դրույթների շարքը, որը ըստ էության ցույց է տալիս, որ Ադրբեջանը իր համար կարևոր հարցերը անընդհատ բերում եւ դրա մասով լուծումներ է ստանում, իսկ ինչ վերաբերում է Հայաստանի համար կարևորություն ներկայացնող դրույթներին, դրանց մասով առանձնապես բովանդակային քննարկումներ տեղի չեն ունենում։ Այսօր արդեն Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը դատապարտվեց 20 տարվա ազատազրկման։ Երբևէ զինվորական պաշտոն չզբաղեցրած Ռուբեն Վարդանյանին Բաքվի դատարանը մեղավոր ճանաչեց մի շարք հանցանքների, այդ թվում Ադրբեջանի դեմ պատերազմի, ահաբեկչության ֆինանսավորման, մարդկանց տեղահանելու համար։ Այս ամբողջը միայն դատավճիռների մասին չէ, սա պայքար է նարատիվների, իրավական ձևակերպումների եւ միջազգային ընկալումների համար, իսկ պետական մակարդակում որոշիչը պետք է լինի սառը հաշվարկը եւ հստակ ռազմավարությունը։ Ֆրիդա Ղազարյան, Վարդգես Հովհաննիսյան, TV News։